Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն մարտի 19-ից 20-ը Հայաստան է ժամանում Եվրոպական միության ընդլայնման հարցերով եւ Ուկրաինայի վերականգնման հարցերով Եվրոկոմիսար Մարտակոսը։ Փորձենք հասկանալ, ինչ է կատարվում եւ ինչու են հաճախակիացել եվրոպացի պաշտոնյաների այցերը Հայաստան։ Այն բանից հետո, երբ Հայաստանը ընդունեց Եվրոպական միության անդամակցության մասին օրենք, Եվրոպական միությունը սկսեց այլ աչքով նայել Հայաստանին, բայց ցավոք սրտի ոչ հայկական շահերի տեսանկյունից։ Այս պահին պատերազմ է ընթանում Իրանում, եւ այս պահին աշխարհը, այդ թվում նաեւ Եվրոպական միությունը, կանգնած են էներգետիկ լուրջ ճգնաժամի առջեւ, եւ նրանց օդ ու ջրի պես պետք է Հայաստանի վրայով ճանապարհի բացումը, իհարկե ադրբեջանական տարբերակով, որ շատ եվրոպացիներ արդեն սկսել են կրկնել Ալիևի ասածները, այն անվանելով Զանգեզուրի միջանցք։ Զանգեզուրի միջանցք դրանից բխող հնարավորություններով եւ դրանից բխող հետևանքներով, իհարկե առաջին հերթին իրենց համար։ Եվրոպական միության համար Ադրբեջանը շատ հուսալի գործընկեր է ադրբեջանական գազ ստանալու համար։ Թուրքիան եւս հուսալի գործընկեր է, քանի որ միջերկրական ծովի նեղուցները գտնվում են նրա հսկողության տակ։ Եվրոպական միության շարժիչ ուժ համարվող Ֆրանսիայի համար եւս այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը հնարավորություն է Կենտրոնական Ասիայի դիցու Ղազախստանից ուրան տեղափոխել Ֆրանսիա, քանզի Աֆրիկայում ուրանի հանքերից զրկվելուց հետո Ֆրանսիայի ատոմային արդյունաբերությունը բավականին խիստ կարիք ունի ուրանի։ Բայց այս բանին չի երևում հայկական շահը, որն է հայկական շահը եւ ուր են տանում Հայաստանը։ Ցավոք սրտի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընտրություն կատարելիս, ինչպես 100 տարի առաջ, Եվրոպական միությունն ընտրելու է Ադրբեջանին, քանզի Ադրբեջանը նավթ ունի։ Իսկ Հայաստանի բարեկամ հերթական անգամ կերակրելով սուտ խոստումներով եւ քաղցր խոսքերով վերջում իհարկե ավելացնելու են, որ ցավոք սրտի անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Արարատ։ Պահը բավականին ծանր եւ լրջանալու ժամանակն է։ Եվրոպական միությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընտրելու է Ադրբեջանին, եւ սա Հայաստանը պետք է շատ լուրջ հաշվի առնի։